Գեորգի Մանուկյանի արհեստանոցն է։ Այստեղ են ստեղծվում այն գաղափարները, որոնք հետո պետք է քանդակի ձև ու տեսք ստանան։ Վերջին տասնամյակում է սկսել ակտիվորեն քանդակել, պատմում է, սերն արվեստի նկատմամբ միշտ եղել է, միայն թե ժամանակի ընթացքում հղկել ու նորովի է սկսել աշխատել։ Մոսկվայում աշխատել եմ, քանդակներ արել եմ, բայց հիմնական գործեր, որ երևացող են, արել եմ մի 6 տարի առաջ։ Այս վերջի 2 տարվա ընթացքում արել եմ Տրևի ֆոնտանը Դվինում։ Էլի պրոյեկտներ կան, հիմա նորից անում եմ, 6 հատ մեծ 3 մետրանոց արձաններ ենք անում, հիմա ամենավերջի փուլն է։ Էլի նպատակներ կան, բայց նախորդ չասա։ Դեռ փոքրուց քանդակագործը սիրել է նկարել, հիմա փորձում է համատեղել նկարչությունն ու քանդակագործությունը, շատ ժամանակ մեկը մյուսին լրացնում է։ Քանդակագործությունը փորձում է համեմատել նկարչության հետ, թվում է անհամեմատելի են։ Համեմատած նկարչության հետ, դե նկարչությունը հեշտ է։ Քո մտքի ցանկությունը, քո տեսանկյունները կարող ես արագ հեշտ արտահայտես։ Քանդակը մի քիչ բարդ է ֆիզիկականի առումով։ Ֆիզիկական չարչարանք կա, կառուցելուց, միտքը դնելուց հետո մշակման կարիք ունի, որը երկար ժամանակ է պահանջում։ Իմ համար այդքան էլ դժվար չի, անում ենք։ Եթե մի բանը սիրում ես ու կարող ես անես, ուրեմն հեշտ է քո համար։ Քանդակները ստեղծելը սիրտ ու հոգի են պահանջում։ Նեղսրտում է, պատվերներն այնքան շատ են, չի հասցնում նկարելուն ժամանակ տրամադրել, հետո հավաստիացնում, շուտով ցուցահանդես է ունենալու։ Ափսոս, որ այս վերջի 3-4 տարվա ընթացքում ժամանակս հերիք չի արել, որ լրիվությամբ նվիրեմ նկարչությանը, բայց փափագած սպասում եմ, որ մի քիչ գործերս թեթևանա, ես նկարեմ։ Ցուցահանդես բացելու ակնկալիք ունեմ հաջորդ տարվա վերջին, բայց անպայման կսկսեմ, թեմաները նախապատրաստել եմ արդեն ունեմ, կնկարեմ, երևի կհասցնեմ։ Քանդակը ստեղծվում է երկար գործընթացով, գաղափարի ու նախնական էսքիզի փուլից մինչև նյութի ընտրության, ձևավորման ու քանդակման աշխատանքներ, օգտագործելով տարբեր գործիքներ, մուրճեր, դանակներ, կաղապարներ, հղկիչներ ու հատուկ մետաղական հիմքեր։ Ամենասկզբից երկաթի կոնստրուկցիայով կարկասն են կառուցում, հետո գիպսով ծեփում ենք, սկսում ենք մշակել, վերջնական տեսքի բերում, հետո սիլիկոնով ֆորման ենք անում, հետո հեղուկ մրամռով նախապատրաստում ենք, բերում ենք վերջնական տեսքի։ Գեորգին քանդակում է ամեն ինչ, այն ինչ որոշում է ունենալ պատվիրատուն, քանդակագործը ստեղծում է։ Հրաժարվում է միայն զոհված զինծառայողների կիսանդրիները քանդակելուց, պատմում է, մի քանիսն արել ու այլևս չի շարունակել, հոգեբանորեն ծանր աշխատանք է։ Ունեցել եմ շատ պատվերներ, մտածելով, որ չեմ հասցնի, ավելի լավ է չվերցնեմ։ Թե չէ իմ համար բարդ ու հեշտ պատվեր չկա։ Ինչ պատվիրում են, իրանց ուզածով անում եմ ու բոլորն էլ գոհ են։ Այս քանդակները վարպետ Գեորգի Մանուկյանինն են։ Քանդակագործն այն ստեղծել է, որ համալրի հայ մշակութային ժառանգությունը։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։